Գիրք Ովսեե, գլուխ 14. Ետ դարձիր, ով Իսրայել, քո Տեր Աստծուն մոտ, որովհետև դու գլորվել ես անօրենության պատճառով։ Ձեզ հետ խոսքեր վեր առեք, և ետ դարձեք Տիրոջ մոտ։ Ասեցեք նրան. ամեն անօրենություն վեր առ, և ընդունիր բարությամբ, և մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զվարակները։ Ասորեստանցին մեզ չի փրկի, ձիերի վրա չենք հեծնի, և մեր ձեռած գործերին չենք ասել մյուս անգամ. ով մեր Աստված, որովհետև որբը քեզանից կգտնե ողորմություն։ Նրանց խոտորմունքը պիտի բժշկեմ, նրանց պիտի ձրի սիրեմ, որովհետև իմ բարկությունը ետ է դառել նրանցից։ Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար, նա Շուշանի պես պիտի ծաղկե, և արմատներ պիտի գցե Լիբանանի պես։ Նրա ոսթերը պիտի տարածվին, և նրա վայելչությունը ձիթենիի պես, և նրա բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։ Ետ պիտի դառնան նրա հովանում նստողները, պիտի կենդանանան ցորենով և ծաղկեն որդի պես։ Նրա հիշատակը Լիբանանի գինիին պես պիտի լինի։ Եփրեմը պիտի ասե. ես էլ ինչ ունեմ կուռքերի հետ։ Ես լսեցի նրա խնդրվածքը և նրան խնամեցի։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, ինձանից է քո պտուղը գտնվելու։ Ո՞վ է իմաստուն, որ հասկանա ես, կամ հասկացող, որ գիտենա սրանց։ Որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները կգլորվին նրանցում։